Հարգելի հետևորդներ, ես Էրիկ Եղինյանն եմ, այսօր 2025 թվականի սեպտեմբերի 16-ն է, ինչպես արդեն տեղյակ եք, կենդանասեր Հրանտ Դավոյանը դատի է տվել ինձ և ինձնից պահանջում է հօգուտ իրեն բռնագանձել 1,5 միլիոն դրամ, դատական նիստը հետաձգվեց, ես հիմա գնում եմ դատարանի մոտակայքում գտնվող Վանաձոր քաղաքի ոստիկանության բաժին և հաղորդում եմ տալու Հրանտ Դավոյանի դեմ, նկարահանումները կշարունակենք ոստիկանության տարոնի բաժնի դիմաց։ Ես հիմա գտնվում եմ Վանաձոր քաղաքի ոստիկանության շենքի դիմաց, ինչպես արդեն նշեցի, կենդանասեր Հրանտ Դավոյանը դատի է տվել ինձ և ինձնից պահանջում է հօգուտ իրեն բռնագանձել 1,5 միլիոն դրամ։ Հրանտ Դավոյանը դատարանին հայտնել է, որ իբր թե Էրիկ Եղինյանս իրեն անվանել եմ հոմոսեքսուալ և այդ մասով ըստ Հրանտ Դավոյանի Էրիկ Եղինյանս իբր թե զրպարտել եմ իրեն, մինչդեռ ինձ իրականում Հրանտ Դավոյանի սեռական կյանքը ընդհանրապես չի հետաքրքրում, ես Հրանտ Դավոյանի նման խոսքեր ամենևին էլ չեմ ասել։ Նաև Հրանտ Դավոյանը դատարանին միջնորդել էր ձեռնարկել հայցի ապահովման միջոցներ և 1,500,000 դրամի չափով արգելանք դնել Էրիկ Եղինյանից պատկանող գույքի վրա, մինչդեռ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի պարկեշտ և պատվախնդիր դատավոր Վարդուհի Հովնանյանը որոշում է կայացրել ամբողջությամբ մերժել Հրանտ Դավոյանի այդ հիմնազոր և չփաստարկված միջնորդությունը։ Հավելեմ նաև, որ Հրանտ Դավոյանը խախտել է քաղաքացիական դատավարության օրենսգրքի 76 հոդվածի 3-րդ մասի պահանջները և Հրանտ Դավոյանի կողմից դատարան ներկայացված փաստաթղթերը չեն վավերացվել նոտարի կողմից։ Հետևաբար ես վիճարկում եմ Հրանտ Դավոյանի կողմից դատարան ներկայացված փաստաթղթերի իսկությունը։ Եթե դատարանում կհաստատվի, որ Հրանտ Դավոյանի կողմից դատարան ներկայացված նոտարի կողմից չվավերացված փաստաթղթերը կեղծ են, ապա դա կնշանակի, որ Հրանտ Դավոյանը զբաղվում է դրամաշորթությամբ և կեղծ փաստաթղթերի միջոցով նպատակ է հետապնդում հասնել այն բանին, որպեսզի ինձնից հօգուտ Հրանտ Դավոյանի բռնագանձվի 1,5 միլիոն դրամ։ Ուստի ես հետևողական եմ լինելու, որ Հրանտ Դավոյանը ենթարկվի քրեական պատասխանատվության։ Ես այժմ մուտք կգործեմ Վանաձոր քաղաքի ոստիկանության շենք և ենթադրյալ հանցագործության մասին հաղորդում կտամ Հրանտ Դավոյանի դեմ։ Ինչպես նաև ես դատարան եմ ներկայացրել բավականին ծավալուն հայցադիմումի պատասխան, որում իմ կողմից վկայակոչված փաստարկներով ամբողջությամբ առարկել եմ Հրանտ Դավոյանի հիմնազոր քայցի դեմ։